Այսօր գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ նույն բատվական հավատքը խորակիրով նույնը պեն Պետրոս առաջին գլուխ առաջին համարեն գուզեմ այսպես ամփոփ կերպով ներածական մնել Պետրոսի նամակը եւ Պետրոսի նամակին նման նաեւ Դիմոթեոսի ուղված նամակը պեն այ Հովաննու Հութա եւ ասոնց նման զանազան ուրիշ նամակներ գնկադենք բոլորն ալ իրենց գարքին գխոսին սխալ վարտաբեդություններու մասին եւ նաեւ գխոսին հերետիկոսության մասին եւ ընդհանրապես գնկադենք այս համարներում մեջ այդ ուղղությամբ գխոսին հերետիկոսությունը այն է որ եկեղեցու ընդունած թավանության հագարակ վարտաբեդություն մը գմտնե ներսը եւ գսկսի այդ մեկը քարոզվիլ եկեղեցիին ներս ընդհանրական եկեղեցիին ներսը եւ հետեւաբար ադիգա գոչվի նաեւ հերետիկոսություն բառը նոր գդագարանի մեջ ընդհանրապես կխոսի խումբի մասին կամ աղանթի մասին ինչպես Փարիսեցիներուն մասին, որոնք այդ ինչ որ գնային իրենց անձին համար եւ չէին ներ Աստծո համար եւ կամ վերապերի նոր գդագարանի մեջ այդ մարդոց, որոնք կգտնվին եկեղեցու մարմինի մեջ, բայց իրենց գանչադեն այդ մարմինին ընդհանուր աշխատանքեն եւ իրենց դեսագետները կփոխանցեն։ Ասանք նման բաներուն հերետիկոսություն կգոչե Աստվածաշունչը, որ Հիսուսի օրերեն ի վեր շարունակ եկեղեցիին ներս եղած է եւ այս օրերուն ալ գտնվի։ Բայց գեղեցիկ բանը այդ է, որ շատ անգամ մարդիկ գետրոնացած կլան հերետիկոսության վրա կամ սխալ վարտաբեդության վրա կամ խնդիրներուն վրա, անոր լուծումին վրա գետրոնացած չեն լար։ Աստվածաշունչը որևէ ցև չսեր այդ հարցերուն լուծում ընելու համար, բացի որ Աստծո խոսքը գրագով եւ նվիրումով շարունակ արդահայտվին։ Գտելատրե շարունակեն Աստծո խոսքը սրտանց գրագով եւ նվիրումով սորվեցնել։ Եվ Աստվածաշունչը ցույց կտա, որ ժամանակի ընթացքին Աստծո խոսքին զորությամբ նվիրումով ներս մտնելը ինքը պիտի գոդրե վերցնե բոլոր արգելքները եւ Աստծո Սուրբ Օքին որ խոսքին միջոցով գաշխատի պիտի գարենա զավակները շեղումներեն ազատել որոնք գոյություն ունին ասիկա գնմանցնե նման է ցևով մը Տեր Հիսուսի դված արագին երբ կխոսի ինքը որոմին մասին եւ այսպես գնկադեք երբ որոմին մասին գխոսի գսե բարի սերմեր ցանված էին բայց թշնամի մարդը եկավ եւ որոմը ցանեց եթե նայենք Աստծո թագավորության կորձը մեր կյանքերում մեջ որոմը մեր սրդի մեջ կցանվի, բայց ոչ ոք իրավունք ունի մեր սրդի մեջ որոմ ցանելու։ Որոմը միայն կցանվի մեր սրդին մեջ, սատանային կողմէ հաջողություն կգտնե եւ որ մենք անհոգ անդարբերը լանք Աստծո խոսքը մեր մեջ զորավոր բահել են։ Եվ որ մենք Աստծո խոսքը զորավոր չենք, բայց թշնամին կհաջողի Աստծո խոսքին փոխարեն որոմ ցանել։ Իսկ ավելի գեղեցիկ բաժինը այն է, որ գուքան եւ գսեն ինչ գուզեսնենք գուզես այդ որոմները ծորեններուն մեջ են երթանք մեկ քաղենք գիծակ հրեշտակները կարող են զանազանելու լավ եւ գսե քաղենք գսե ոչ ցկեցեք եթե դեղի մեջ որոմ ելավ ասეთ թե խոսքին նկատմամբ անդարբերություն կար բեկե խոսքը զորացնեք խոսքը իր հաղթությունը կբերե բայց որոմը ժամանակներուն վերջը եւ որ հունցքի օրերը հասնին այն ադեն է
որ պիտի քաղվի եւ իր վախճանին ղրգվի։ Հետևաբար քեղեցիկ է ցևը, որ Աստվածաշունչը մեզի գահիտնե, որ խնդիրները, դժվարությունները Աստծո խոսքին բռնվելով պետք է լուծենք, Աստծո խոսքի մեջ ավելի խոր երթալով պետք է լուծենք եւ սկսենք շահիլ այդ վստահությունը փորձարապար մեր ներսիտին, որ Սուրբ Օքիեն գստանանք եւ գամ ունենք մեր ներսիտին։ Հետևաբար այսօրվա նյութը կամ այսօրվա բադվերը Պետրոս Արաքյալի գուքա այդ ուղությամբ, որ գործե Աստծո խոսքին մեջ հաստատ եւ ամուր բահել ժողովուրդը եւ ոչ թե խռովության դիմաց խռովություն, հաբա խռովության դիմաց Աստծո խոսքը գբերե, ակնկալելով որ զավակները խոսքի մեջ ամրապնդվին եւ պիտի գարենան հաղթել դժվարության։ Ուրեմն եթե գարտանք Պեն Պետրոս 1:1 կսե ես Սիմոն Պետրոս Հիսուս Քրիստոսի ծառան եւ Արաքյալը գկրեմ ցեզի հավատացյալներուդ որոնք դժվարության մեջ են, նեղության մեջ են, ամեն տեսակ բան կլսեն, ամեն տեսակ դժվարություն ունենակ եւ այլն, որ մեր Աստծուին եւ Փրկին Հիսուս Քրիստոսի արդար դնորինությամբ, այսինքն ինչ որ Աստված սահմանած է, ընդունած է, դնորինած է, արժանի եղակ մեզի հետ բաժնեկցելու հավատքը։ Վաու, ուրեմն Պետրոսը սելգուզե, որ հավատացյալները ստացած են նույն այդ հավատքը, որ աշակերտները եւ առաքյալները ուղղակի ստացան դերոճմեն։ Այսինքն սելգուզե մեր հավատքը, իմ եւ քու հավատքը ճիշտ նույն նմանություն ունի, կարծես երկվորյա գլային, նույն նմանություն ունի այդ հավատքին, որ առաքյալները ունեցան եւ առաքյալներուն կյանքին մեջ տեսան գադարվեցան բաներ, որոնք գադարվեցան Տեր Հիսուսի կյանքին մեջ։ Եվ ասիկա գցկե հասկանանք, որ Տեր Հիսուս ինչու համար մեզի գսե, որ եթե ինձի կհավատաք, պիտի կարենաք գադարել այն ինչ որ ես գադարեցի եւ ադոնցմե ալ ավելին։ Հետևաբար մենք կնկատենք, որ Աստվածաշունչը մեզի գսե եւ դարբեր ցևերով կհաստատե նյութերը բարունակի մեջ դրված մեզի գբերե, թե մեր ունեցած այսօրվա հավատքը ճիշտ այդ հավատքն է, այդ հավատքին արժեքն ու որակն է, որ Տեր Հիսուս ուներ եւ նույն այդ արժեքն է, որ աշակերտները ունեին, նույնը ստացած են։ Ինչպես նույնը կստանանք, ինչպես գրնա իմ բնավորությանս մեջ, քու բնավորությանդ մեջ, իմ պայմաններուս մեջ եւ քու պայմաններուդ մեջ հավատքը դեռ նույնն է լալ։ Ինչպես գրնա դարբեր անձեր ենք մենք, բայց հավատքը նույնն է։ Չէ՞, զարմանալի է քիչմը, որ նույն հավատքին մասին գխոսի ոստեղը, որ եւ ստացան, ոչ թե թունք ու հավատքդ քո աշխատանքովդ մեջտեղ բերիր, ոչ էլ թունք ու հավատքդ աշխատանքովդ մեջտեղ բերիր, հապա գսե մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստծո դնորինությամբ արժանի եղակ ստացակ։ Դարբեր թարգմանություններ, դարբեր բառեր գործածեն, դեղը գսե ստացակ, դեղը գսե թանկագին հավատքը ստացակ, ուրիշ դեղը գսե նույն բադվական հավատքին հասակ, արժանի եղակ, դարբեր ցևեր, բայց բոլորը մեկ նպատակ ունին, որ այդ հավատքը, որ մենք ունենք, մեզի դրված է, մենք ստացած ենք ադիգա, մեր աշխատանքով չէ որ ադիգա դուրս եղած է, եւ գուկա լանխանո բարեն ստացակը կամ արժանի եղակը, կամ հասակը, եկած է լանխանո բարեն, որ նորեն ինչպես ասի գնշանագե հասակ Քրիստոսի արդարությամբ, անոր ուզելովը եւ անոր փափակելով։ Ուրեմն երբ որ մենք մեր հավատքին մասին գխոսենք, պետք է բաժնենք մեր զգացումներն։ Քանի ոքի ունեցած է հարց հավատք ունի, գիտե որ ինքը Հիսուսին գսիրե, բայց զգացած է որ իր պայմանները իր վրա շատ գդիրեն։ Գուզեինք իր հավատքին այդ ազատությունը ապրիլ, հավատքին ասած բաները տեսնել, բայց կտեսնոր չլար, քանի օքի ունեցեր այդ փորձառությունը, այսպես գդարաբիս չանք կնես, վերջավորության ցերկետ բամը չի կար, Աստծո գտարնած գսես դեր ինչու այսպես գլագոր, մեկ հատալ Աստծո գայբանես, վերջը մեկ հատալ պայմանները գայբանես եւ այլն, վերջապես գաբրիս քու հավատքիդ հագարակ ուժին ազդեցությունը եւ ոչ թե քեզի դրված հավատքը։
Գսե այդ հավատքը քեզի Աստծո դրվեր է։ Եվ մենք բոլորս ալ, ես գիտեմ որ բոլորը դալ այդ հավատք ունիք, մեկը իր հավատքը չգարենալ ապրելով դրդունչները զորավոր գլան իր մեջը, մեկը հավատքը չգրնար ապրելով կասկածները ավելի գլան իր մեջը, մեկը հավատքը չգարենալ ապրելով 4 կողմից ցայները, ըսկացումները, պայմանները, իրեն նեղացնող բնավորությունը, նեղացնող բաները զորավոր գլան։ Վերջապես հավատքին աշխատանքը չի վայելեր, հաբա հավատքին կորձածության բագասը ուրիշ բաներով գլեցվի։ Հետևաբար գսե այն ինչ որ Հիսուս ուզելով դվավ, իր արդարությունով մեզի դվավ։ Լանխանո այնքան ծայրահեղորեն բարմն է, որ կնշանակե նաև ինչպես մեգումը վիճականութենե բամը գելլե։ Ինչպես օրինակի համար Հովանես Մգրդիչին հայրը Զաքարիային վիճակով ելավ, որ այդ ամիսին կծարայե։ Որ այդ ամիսին չնե ինքը ծարայե դաջարին մեջը վիճականությունը վիճակ ցկելով է որ գահանեին իրեն անցյալին ինչպես Հիսուսի հակոստին հանտերցին խաչելության օրը վիճակ ցկեցին եւ որու որ ելավ ադիգա արավ ճիշտ նույնպես ալ մեր բարակային է փամը որ մեզի գդրվի լման փամը որ մարդկային աշխատանքի եւ չանքի հետ կապված չեպնավ հողագի գուկա եւ մեզի գդրվի հետեւաբար սա կնշանակե որ հավատքը մեզի դրված է որբեսի մենք անով ապրենք եւ մենք գրնանք այդ հավատքին ընդելանալ այդ հավատքի կորձունեության մեջ մենք մեզի գտնել մեր անձերը հավատքի միջոցով կորձի վերածել եւ ոչ թե հավատքը գցկենք այդպես ինչպես որ լա հետեւաբար սիրելիներ մեր հավատքը զորավոր է ինչպես Հիսուսինը զորավոր էր ինչպես աշակերտներուն հավատքը զորավոր էր մեր հավատքը հարազատ է ինչպես անոնցը հարազատ էր մեր հավատնալ հաղթող է ինչպես անոնցը հաղթող էր եւ հովանավորված է Աստծո Սուրբ Օքիեն նույն ցևով հովանավորված է Հիսուսի սիրուն, որովհետև սկիզբեն ալ այդպես էր, որովհետև հայրը դված է։ Եթե Եփեսացիս 2:8 գարտանք, կտեսնենք, որ հավատքը մեզի դրվեցավ։ Մենք մեր աշխատանքով չարինք կսեփրգությունը, հապա հավատքով։ Այդ հավատքը մեզի դրվեցավ, որբեսի մենք Հիսուսը ընդունենք, ուրեմն Աստված մեր մեջ ինչ դրավ, այդ հավատքը դրավ, որ սկիզբեն քոյություն ուներ, Հիսուս այդ հավատքով կալեց նույն որակով, աշակերտները նույն այդ հավատքին որակով կալեցին, մենք գիտենք աշակերտները շատ անգամ բաներ գսեին, որոնք անդեղի էին, անընդունելի էին, մի քանի արիտներով աշակերտները, որոնք այդ հավատքեն ունեին, արդայդությունները ռին եւ Հիսուս իրենց հանդիմանեց եւ քիչ մը խիստ հանդիմանեց շատ անգամ, որովհետեւ իրենց հավատքեն մղված չէին արդահայտվեր, իրենց սկզբունքներեն մղված չէին արդահայտվեր, գարդահայտվեին մարդկային մտահոգությունները։ Հետևաբար այդ հավատքը բայց Աստծո կողմէ դրված հավատքն է եւ նույն այդ հավատքը ունենք ես եւ դու Մենք եթե մեր կյանքի մեջ արժեքավոր բան մը գործընծնենք, ինչ կնենք, կփնտրենք, չէ՞։ Մեկը գա որ արժեքավոր բան մը գործընծնե եւ չփնտրե։ Առողջությունդ կգործընծնես, կփնտրես։ Դրամդ կգործընծնես, կփնտրես։ Անոնք որոնք մեծ պարքինգներու մեջ օտոները շարեն վերջը չի գտնեն, իրենց օտոն կփնտրեն։ Դարբեր ցևերով մարդիկ երբ բաներ գործընծնեն, կփնտրեն։ Կփնտրեն ակնկալելով, որ պիտի գտնեն, չեն ցկեր, չեն հրաժարիր։ Ինչու համար մեր հավատքը եւս որ մեր ներսիտին տրված է, որով մենք Հիսուսը ընդունեցինք, փրկությունը արինք, Սուրբ Օքիով լեցվեցանք, չփնտրենք։ Բարձորեն մենք մեր հետաքրքրությունը ավելի շարժած է ուրիշ բաներու մեջ։ Բարձ ասե։ Բայց մենք ունենք հավատքը։ Այլապես հոսպիտի չլայինք այսօր, չէ՞։ Հետևաբար մեր հավատքը ճիշտ նույն այդ հավատքն է, որ Աստված մեզի տվավ եւ մենք Հիսուսը ընդունեցինք եւ սատանային դիմաց կենալով իրեն ոչսինք։ Եվ հետևաբար այդ հավատքը, որ միշտ կործած է, հայտնի է հավատքով ինչ կլա, մենք գրնանք ստանալ։ Երբ ես շատ անգամ գնայիմ այսպես եւ կտեսնեմ, որ
Հիսուսի օրերում մարդիկ կհանդիպեին, դակավին ավետարանեն բամը չէին գիտեր։ Ամեն ինչ որ գիտեին փարիսեցիներեն սորված էին։ Հիսուսի մասին 1-2 անգամ հազիվ լսած էին։ Հիսուս իրենց կսե՝ «Քո հավատքդ քեզ փրկեց»։ Գնայեմ, եթե աս մարդը հավատք ուներ Հիսուսի աչքով, որ իրեն փրկեց, ուրեմն ես ինչքան ավելի բեք կստանամ։ Դու ինչքան ավելի բեք կստանաս։ Եվ ուրեմն ինչ է պատճառը, որ շատ անգամ մենք չենք կստանար եւ վերջավորության այդ եզրակացության կհասնիմ, որ ես ունիմ հավատք։ Հավատքը սկիդությունալ ունի ավելի քան այդ մարդոց, բայց բարձորեն իմ գետրոնացումս Աստծո պետքը զգալս պակաս է, որովհետեւ աշխարհը լեցուցած է եւ աշխարհը սիրելիներ շարունակ կլեցնե։ Արդվնե մինչև իրգուն ոչ չսեր, վերջ չսեր, բավարար չսեր, քնակիչը քնացիր չսեր, քնակիչը հանգչիր չսեր, շարունակ աշխարհը գլեցնե, ես եմ որ ձորագը բեկեկոցեմ։ Արիտ բեկեդամ ես ինձի որ Աստծո մե խմեմ, արիտ բեկեդամ ես ինձի որ Աստծո մե ուդեմ, Աստծո գամքին համացայն շարժիմ։ Հետևաբար Եփեսացիներուն համացայն դրված է հավատքը փրկվելու համար։ Եվ անգե յետքը մենք կտեսնենք մեզի հայտնված է, եթե գարտանք Եփեսացիներու գրգված նամակեն 4-րդ գլուխ 12-րդ համարեն կնկատենք, որ այդ հավատքը, որ մեզի դրված է, Աստված նաև մեզի բարգև դված է, 4-րդ գլուխ 7-րդ համարը գսե ամեն մարդ Քրիստոսով բարգևը ստացավ։ Ինչու համար ստացավ այդ բարգևը, որբեսի 13-րդ համարեն գարտամ Աստծո ժողովուրդը պատրաստելու եւ Աստծո ծառայության մեջ տնելու համար, որբեսի Քրիստոսի մարմինը եկեղեցին աճի ու զորանա։ Իր հավատքի մեջ պիտի աճի եւ պիտի զորանա։ Ամբողջ եկեղեցին սկիզբենի վեր դարբեր հավատք չէ ստացած, դարբեր բարգև չէ ստացած, նույնը, որը սկիզբեն դրված էր Քրիստոսով, այդ նույնը այսօր հասած է ինձի եւ քեզի, մեզ վերջ նույնը պիտի շարունակե մինչեւ ժամանակներուն վերջը, դակավին հավատացյալներուն դրվելու, ինչու համար, պատրաստվելու համար, որբեսի եկեղեցին աճի եւ որբեսի եկեղեցին զորանա։ Մինչև, նայեցեք ուր է չափը, մինչև բոլորս հասնենք հավատքի ամբողջական միության եւ Աստծո որդիին ճանաչողության, ուրեմն մեր պետքը, մեր հավատքը ու մեր ունեցած հավատքը փորձառությամբ աճեցնել է, զորացնել է, կորձի մեջ տնել է, մինչև որ մենք գարենանք նմանիլ Եբրայեցիս 12:2-ին համաձայն մեր հավատքի հիմնադիրին եւ գադարելակորձողին Հիսուսին, ոսկսե մինչև բոլորս ալ հասնենք հավատքի ամբողջական միության եւ Աստծո որդիին ճանաչողության, այսին հանդիպինք իրարու մեր հավատքին նույն նմանը լալովը։ Այսինքն մինչև հասնենք հավատքի չափահասության, Քրիստոսի գադարյալ նմանության։ Ինչու որպես ասկե յետքը չնմանինք երեխաներու, որոնք ալիքներու հետ կդարուփերին եւ զանազան վարդապետության սովերեն կքշվին խապեպա մարդոց կողմե, որոնք խորաման քնարկներով կխապեն ու կմոլորեցնեն, այլ ապրինք ճշմարտության համաձայն սիրով եւ հետսեդե աճինք Քրիստոսի հետ մեր միության մեջ, որովհետեւ ինքն է գլուխը։ Ուրեմն մենք մեր անձը գլուխին եւ իր նպատակին եւ իր գամքին կմիացնենք հավատքի միջոցով, ոչ թե մեր հավատքը գասկածի տակ կառնենք։ Մեր անձը կմարզենք, կգրտենք, որբեսի մեր հավատքը ավելի կորձոնը, ավելի լավ աշխատի, ավելի ճիշտ կորձե։ Հետևաբար շատ կարեւոր է, որ այս մեկը նկատի առնենք։ Ուրեմն երբ մենք կխոսենք հավատքի նույնը լալուն մասին, նաեւ ուրիշ դեղ մը կգտնենք Եբրայեցիս 11:1-ին մեջը, որ գխոսի ուղագի հավատքի մասին եւ գսե ինչ է հավատքը եւ որ գխոսի հավատքի մասին գսե հավատք կնշանակե վստահ լալ այն բաներուն, որոնց գհուսանք հույս ունենք, գուսանք լավը լանք, գուսանք որ հավիտենական կյանք պիտի ունենանք, գուսանք առողջ լանք, գուսանք կորձերը լավը լան այս տարի, գուսանք մեր բզիկները հաջողին, գուսանք ինչ որ ընենք մեջը բդուղ գտնենք, լավը լա, չէ՞, գուսանք։ Բաներ են գուսանք, 5 դագարանեն վեր գուսանք։ Եվ համոզվածը լալ այն բաներուն,
որոնք չեն երևիր։ Ավելցածը այն է, որ մենք համոզված ենք այդ բաներուն, որոնք չեն երևիր։ Այսինքն նոր թարգմանության բառերով բացատրված է։ Ուրեմն ես հավատք ունիմ, հավատքը զորավոր է, ինչպես ասինք, կմնա, որ կործածեմ։ Հիպոստասիս վստահ հավատքի հետ կապակցաբար կնշանակե թարգմանության հունարեն բառին մեջը էություն։ Կնշանակե նյութ, կնշանակե փնություն, իրականացում, հավատարմություն, նախագիծ։ Ուրեմն բնակիրի մեջ կնկատենք, որ հավատք ունենալ եւ որ գարտանք այսպես ինքը կներկայացնե, հավատքը նյութն է, հավատքը էությունն է, հավատքը նախագիծն է, հավատքը հավատարմությունն է, հավատքը երաշխիքն է այն բաներուն, որոնք չեն երևիր։ Քանի ոքի հասկացավ, ուրեմն երբ ես կհավատամ, հավատալը նյութն է, մատերիալն է, եւ որ ես կհավատամ, այդ իմ հուսացած բանս գենթանացնելու աշխատանքի մեջը կմտնեմ։ Եվ որ ես կհավատամ, որ Աստված գնե, այդ հավատքը ինքնին նյութ չերևցածը երևելի դարձնելու աշխատանքը կորձունեությունը կգադարե։ Քանի օքի գերեվագայ է հաջողություն, եւ հաջողության համար ինչ կնենք, գաղութենք Աստծո, չէ՞։ Ինչ կնենք, գաղութենք, գաղութենքը սխալ բան չէ, որովհետև վերջապես Աստծո գսես, որ ինձ օրհնություն դուր, բայց արդյոք Աստծո ցևը հավատքի հետ կապված այդ է, ոչ այդ չէ։ Դու քաղաքավարորեն կխնդրես Աստծո, որովհետև վարժված ես գրոնական մոտեցումով հավատքդ կործածել։ Եվ սխալ չէ Աստծո առջև գնալ, արդոնություն առնել։ Ես աղոթքի սադեն, որ Տիրոջ ներկայության մեջ լամ, այնքան կվախնամ այդ ներկայությունը գործընծնել է, որ ամեն եթե նույնիսկ հարցումը պիտի հարցնեմ, կյանքիս հետ կապված, ծառայության հետ կապված, նախ արդոնություն կառնեմ։ Հոգիս մեջ գսկամ այդ ազատությունը խոսելու, վերջի իմս էլի կսկսեմ, ոչ թե կգլեմ, տեղս կնստիմ, որովհետև չեմ ուզեր Տիրոջ ներկայությունը գործընծնել։ Որովհետև շատ անգամ գործընծուցած եմ այդ ներկայությունը հարցումը հարցնելով այսպես որևէ ժամանակ։ Հետևաբար մենք շատ գրոնական մոդենալով է, որ շատ անգամ դերոճմեն կխնդրենք, բայց իրականության մեջ ինչ է հավատքը մեկնաբանության մեջ կսե հավատքը, որ դու ունիս արդեն, ասեք ովինիտ ես ունիմ արդեն։ Հավատքը նյութն է, էությունն է այդ բաներուն, որ ես չեմ տեսներ եւ ինձ երևելի չեն։ Հարստություն ուզեմ, չէ՞։ Օրհնություն ուզեմ, չէ՞։ Հաջողություն ուզեմ։ Հիմա գրոնական լեցուն բացատրություններ կան, բայց ես չեմ տեսներ ասոնց։ Իմ հավատքս Աստծո դրված երաշխիք է, քրավական է։ Մենք ասենք քրավականը ինչ է։ Գանխավճար, ռաբուն, չէ՞։ Երկնային կյանքին։ Ուրեմն եւ որ ես ճունիմ, գհուսամ եւ գփապակիմ եւ հավատք ունիմ, նույն այդ Հիսուսին հավատն է, նույն այդ աշակերտներուն հավատն է, որ Աստված դված է, ուրեմն ես ինչու արած եմ այդ հավատքը, որ գենթանություն կուտա բանիմը, որ գենթանի չէ, ողջ չէ, երևելի չէ, խնդրելու համար աղոթքով, որ ուրիշը է ինձ համար, ոչ թե ես գհրճագեմ։ Ես հաջող պիտի լամ այս տարի։ Հիմա գրոնական մոտեցումը քեզի կեդին գզարն է։ Դու քեզի մի դեսներ գսե։ Գրոնական մոտեցումը քեզի գսե հբարտ միլար։ Չէ, որովհետև մենք գիտենք մեկի որ ելե ոչ հավատքի իմաստով, ոչ հավատքի հետ կապված կամ նկարակիր արդահայտելով արդահայտվի, ընդհանրապես գերեի որ քիչ հբարդություն կա խոսածի մեջ եւ ադիգա խնդիր է, որովհետև նույնիսկ եթե ճիշտը կսե հբարդությունը վերջի հետ պիտի քանթե։
Գրոնականը այդ մոդեցումը գունենա, որովհետեւ քու հավատքի արդահայտությունը ջզմե սկիզբենի վեր այդպես եղած է 2000 տարի է եւ նույնիսկ անգե առաջալ եւ բիդիալ շարունակվի մինչեւ վերջը այն մարդ պատասխանատու է ինչպես գլսե ինչպես գնթունի բայց եւ որ թուն հավատքը ստացած ես այդ հավատքը չերևցածը եւ հուսացած բանը գենթանացնողն է ուրեմն թուն աղոթքով չես վերջացնել այս հարցը թուն աղոթե ինչքան գուզես արկել չի գա աստծո հետ խոսե ինչքան գուզես արկել չի գա բայց եւ որ աստծո ներկայության մեջ քու ներսիտից զորությունը զգաս ինքնապերապարսելիքդ ես հաճող պիտի ելլամ պիտի ես քանի օքի այսպես հուսահատ գդրված ընկճված նվաստացած դերոջ արչև գեցած է կամ աղոթքի գեցած է ներշնչվել են յետքը միտքը փոխված է տեսագետը փոխված է քանի օքի պիտի չլա հիմա չգա չեմ գրնար ասոր հաղթել եւ որ ներշնչում ու կա սուրբ ոգին աշխատի եւ իր զգացումները կփոխվին գտեսես մարդուն աղաչանքի ոճը կփոխվի պիտի լա գսես հաճող պիտի լա մեզ պիտի օրտնվիմ եկող դարի գտեսես լավ պիտի լա հիմա դա նույն մարդն էր փոխվեցավ Եվ մեզ հետ միշտ գրնա բադահիլ ասիգա, նույնիսկ անոնց որոնց հավատքը զորավոր կկործածվի, գրնա լալ բադահի ժամանակ նույնտիմը շուրջ, որ տուն դգարս կաս, բայց Սուրբ Հոգին այդ նույնտի մեջ աշխատել են ետ կամիջավես կփոխվի։ Հետևաբար ես եւ տուն պետք է հասկանանք, որ մեր հավատքը ինչու համար է եւ ինչու դրված է եւ մեր հավատքին կորձի ինչ է։ Եթե ես գրծա սատանային դիմաց կենալով, ասել ես գմերժեմ քեզ այդ հավատքին միջոցով Եվ գնթունիմ Հիսուսը իմ ամբողջ կյանքիս ընթացքին եւ ես այդ ջամփուն մեջ կգալեմ, սա կնշանակի ես հավատք ունիմ։ Բայց Աստված իմ այդ հավատքին միջոցով ինձ միայն չէ դված, որ ես սատանային ոչսեմ։ Ամեն ինչ, որ սատանան իմ եւ քու կյանքին դիմաց բերած է, յուրաքանչյուրի մեջ ես պետք է սատանային ոչսեմ։ Որովհետեւ անկորձությունը սատանային է։ Հիվանդությունները սատանային են, այսինքն աշխարհի վրա մեղքի եկավ հիվանդությունները մտան։ Այսօր սատանան եւ որ հիվանդը լաց չի նեղվիր, ուրախանա։ Եվ որ անկորձը լաց, եւ որ դրդուն չունենաս, եւ որ ընկճվածը լաց, ինքը չի նեղվիր, ինքը ուրախանա։ Ուրեմն ամեն ինչ, որ դակավին սատանային կապված է, եւ այդ հոսանքով ինձ գահասնի եւ քեզի գահասնի, ես դակավին գրնամ անոր ոչսել եւ գրնամ Աստծո կողմե դրված օրհնություններուն այո ասել։ Աստված միայն բադիժի համար գսե ես երկինքը պիտի կոչեմ։ Աստված միայն բադիժի համար է մեղքի հետևանք գսե, որ հաջողությունները պիտի գենան, առողջությունը պիտի գենա։ Այլապես ամեն տեղ գսե թե իմ խոսքից մեջ կենակ իմ ընելիքս այս է։ Աստված բարձած է իր նկարակիրը։ Հետևաբար ես հավատքս կկործածեմ, այո ասելով Աստծո առողջության մեջ, հաջողության մեջ, հարստության մեջ, ժամանակը Երբ մեր առաքելության սկիզբը եւ կամ երբ ես ծառայությանը սկսակոն եմ հիշադակներուս մեջ այդպես են հիշողությանս մեջ հոգեվոր մարդը չի գրնար օրհնված լալ հոգեվոր այդ մարդն է անպետքն է առանցին ապրողն է չի գրնար լալ որ ինքը լավ վիճակի մեջ է լա եւ այսպես մշակույթի մեջ դարածված է որ չի գրնար հոգեվորը հավատացյալը Հիսուսին յետևեն քալողը ինքը օրհնված լալ ջանցված է որ աղքատները Հիսուսը կգտնեն իրենց ցավերուն եւ դերդերուն թարման բայց բնավ հարուստ չեն լար ասիկա խապեպայություն է ասիկա թիվային է ասիկա Աստծո կամքը չէ ասիկա Աստվածաշունչին հագարակ է ով գուզե թողոլ լա քարոզողը Ամեն մարդ պատասխանատու է իր օրհնությունը ինչպես կկործած է, բայց բնավ Աստվածաշնչական չէ, որ հոգևորը հավատացյալը միայն Աստծո խոսքը կբռնե եւ այդ խեղճ կյանքը գաբրի եւ աշխարհի վրա հարստությունը իրեն չէ։ Աստվածաշունչին հագարակ է, Աստվածաշունչը հագարակ կսե, իմ զավակներս առաջինը պիտելան, գլուխը պիտելան է ոչ ոչը։ Օրտնված մենք ենք աշխարհին օրտնությունը, մենք եղած ենք աշխարհին փոփոխություն բերողը, ինչպես գլավոր այդպես սխալ համոզում մեր մեջ կա։ Եվ հետևաբար առաքյալները իրենց նամակներում մեջ շատ հստակ բարձած են, որ այդ հավատքը, որ մենք ունենք, նույն այդ հավատքն է, որ իրենք ունեցած են, որ Հիսուսեն արին, որ բոլորը նույն հավատքը արած են, որով մերժեցին սատանային, հետևաբար դակավին կմերժեն ամեն ինչ որ գուկա սատանային։
գմերժեն ամեն ինչ որ գուքա սատանային։ Հետևաբար դու պետք ունիս ճանչնալու քո անձդ, քո ինքնությունդ։ Եվ պետք չէ արտոնես, որ որևէ ժամանակ որևէ միտք, պայման եւ բարակա քու հավատքդ անդամալույց դարձնե։ Շատերուն հավատքը իրենց մեջ անդամալույց է։ Հավատացյալ են, բայց անդամալույց է։ Չի շարժիր։ Եվ որ իր արջևը բամը բադահի, խելքը գաշխատի, չանքը գաշխատի, դրդունչը գաշխատի, ցավը գավելնա, դժվարությունը գավելնա, գրիվը գշատնա, տշնամությունը գավելնա։ Հավատքը չի շարժիր, որովհետև անդամալույց սկած է իր հավատքը։ Բայց հավատքը սիրելիներ, Աստվածաշունչին համաձայն կչափվի։ Աստվածաշունչին համաձայն հավատքը գտեսնվի։ Դեր Հիսուս կսե դեսավ անոր հավատքը, եւ որ Պերին 4 անդամալույց 4 հոգիները անդամալույցը դեսավ գսե անոնց հավատքը, եւ սա քո հավատքի համար բժշկված ես ու ներված են քո մեղքերը։ Երկինքի երգիրի գաբեց, հոգեվորը եւ ֆիզիկականը երկուքը մեկ տվավ իր անցովը։ Հետևաբար ես ալ Քրիստոսով ունիմ, դու ալ Քրիստոսով նույնը ունիս։ Հավատքը Աստվածաշունչին համաձայն կբժշկե։ Հավատքը գուտա ամեն ինչ։ Գսա ամեն ինչ բանի որ հավատակ, Մատթեոս 21:21, պիտի դրվի ցեզի։ Սա կնշանակես հավատքովս պիտի մոտենամ եւ գսե եթե առանց երկմտելու, առանց այդ միջամտություններուն հավատալով խնդրես պիտի ստանաս։ Հավատքը Հռոմայացիս 15-ին համաձայն գժայթքի։ Հավատքը Հռոմայացիս 4:22-ին համաձայն քու հաշիվիտ մեջ գավելնա։ Քու բանկի հաշիվիտ մեջ ինչ կլա։ Գավելնա դու ամեն օր որ հավատքի վարմունք կունենաս, քու հաշիվիտ մեջ գավելնա, քու հավատքդ ավելի կսկսի նմանիլ Քրիստոսի հավատքին։ Հավատքդ ինչ կան գլսես եւ գործածես գավելնա։ Հավատքդ գշահի ուրիշ մարդիկ Աստծո։ Հավատքը գցկե որ ինք մեր մեջ փնագի աբրի կորձե աշխատի արդահայտվի։ Գողոսացիս 2:12-ն հավատքը հարության զորություն ունի։ Հետևաբար իմ եւ քո հավատքը սիրելիներ այսպես բամը չէ որ մեկ հատ մենք հավատացինք Հիսուսը ընդունեցինք եւ վերջացավ։ Հավատքդ գագնգալվի որ կործածես Եթե շատ անգամ բաներ կան, որոնց դերոճմեն խնդրելով իրապես ձունգի գոդրված դերոճ արջև գեցար խնդրեցիր եւ դագավի մանբադասխան գսկաս, հավատքը չես կործածած։ Դեսեք զանազանեցեք սիրելիներ։ Հավատ կործածել չի նշանակեր հավատացյալ չես։ Այսինքն երբ գսեմ հավատքդ կործածե չի նշանակեր դու հավատացյալ չես, մեկում ասես, որ հավատքով խնդրե, կսե ես հավատացյալ եմ արդեն, գապ չունի հավատացյալը լալը հավատքով խնդրելու հետ, գրնաս հավատացյալը լալ քու ցավեր հետ խնդրել, քու նեղութեն հետ խնդրել, քու ջնշում հետ խնդրել, ամենում բարակային այդպես է։ Այսինքն չեմ կեր քո աղոթներուդ ադեն դու ինչ կագնգալ ես, բայց աղոթքիդ ադեն է որ դու կզորանաս, դիրոջ արջև երբ գենաս կզորանաս։ Գիտեք, երբ ես դերոջ արջև կգենամ նոր կսկսի աղոթելու, մանավանդ լեզուները եւ որ նորը սկսի աղոթելու, եւ մանավանդ լեզուները as դոնական օրերու շրջանին, եւ որ պիտի սկսեմ աղոթել մի քանի օր լեզուներով չեմ գրծած ճիշտ եւ ճիշտ ժամանակին համացայն ապրումի մեջ մտնելով աղոթել, կսկսի մսկիս շատ բաղ սկալ։ Բաղությունը այն աստիճան է, որ շուտ վերջանան է ուրախ կլամ։ Կանոք եք դե շուտ վերջանան է ուրախ կլամ։ Եթե հիմա կարևոր բանը բադահի միտքիս կա, որ պետք է ընեմ, ինչքան ուրախ կլամ, պատճառ կլա, որ շուտ ելեմ։ Կսեմ ցեզի սկացումները, որ գուքան, եւ ասոնք իրական են։ Բայց այս սկացումները 15 վայրկյան վերջ նույնը չեն մնար։ Գես ժամ վերջ, բնավ չեն երևիր։ 3 քառորդ ժամ վերջ, ես փանակ եմ անոնց թեմ գարցագիմ։ 1 ժամ վերջ այլևս այդ աղոթքի բահեն ելնել չեմ ուզեր։ Կանոք եք դե։
Նույն անձն եմ ես։ Հետևաբար սկիզբի զգացումը, որ հավատքիդ հագարակ կխոսի, մի քներ, մի ընդունիր, արժեք մի դար, մի արդոներ սիրտդ միտքդ քրավե, հավատքովդ շարժե, մինչև որ հավատքիդ բդուղը քու անցիդ մեջ զգացումներուդ մեջ ողջ երևելու սկսի։ Հետևաբար շատ կարևոր է զանազանենք, որ հավատքը կործի տնելու առաջարկը մեր հավատացյալը լալեն չի դադարեցել։ Ես հավատացյալ եմ, վերջացավ, վերջնական է ասիգա։ Որևէ մեկ բան չի փոխեր։ Ոչ ուդելը, ոչ խմելը, ոչ աղքատը, ոչ հարուստը, բամը չի փոխեր։ Բայց իմ հավատքիս միայն փրկվել չէ դրված, իմ հավատքովս նաև չերև ցածը անդեսանելին փերելու բադվեր դրված է։ Խնդրե դերոճմեն, բայց բավարարվելով միայն մի խնդրեր։ Կդիր այդ ինքնությունը հավատքիդ, կդիր այդ ոճը հավատքին, կդիր այն խստությունը հավատքին, որ քու մարմինիդ, քու զգացումիդ, քու կյանքիդ մեջ խոսիս։ Բիդի օրտնվինք այս տարի։ Բիդի ստանանք։ Ես լեցուն նյութերու մեջ գսկամ աս վիճակը ինչ պիտի լայա։ Կանոքի ունի ազ ոճը լեզուն, ինչ պիտի լա։ Յանի չերը լար, որ Աստված մտներ և աս հարցին լուծում դար, որ ես գիտեմ դեր տուն գրնաս։ Չէ՞։ Զորավոր գսկանք է, որ ասենք, ես գիտեմ դեր տուն գրնաս, բայց ասիգա զորավոր բաժինը չէ։ Ասիգա տերևս ասադանային ներշնչումն է։ Գսա այդպես է լավս կա, որ իրեն վստահեցար, բայց ասիգա իմ հավատքս չկործածեց, ինձի անցնված հավատքը գսե բիդի լա, դրդուն չներ, ու ինչեր գսկամ աս վիճակներու մեջ, հաղոտացադեն հանգար ձրակիր մը գպացվի, կծակիր մը ասպես գել է միտքիտ մեջը, գնայիմ ասանք, համի ասիգա ուրդեին եկավ ես աղոտքի գեցեր եմ, օրվան մեջ չմտածեցի, երկարադեն ասանք միտքը թուրս չեմ պերած, աղոտքի ադեն ինչեր կուքա, բարձորենք ու հավատքդ կործածել են քեզի գհերացն է, և մենք խեղջ ենք, երբ մեր հավատքը չենք կործածեր։ Եթե իմ հավատքս և հավատալս բատճար բիդի թարնա, որ աստվածաշնչական համարմը իրականանա, ես չեմ գնար այդ հավատքես հրաժարիլ, եթե ինձի հավատակ, բիդի ընեք ամեն ինչ, որ ես սրի, և անոնց մե ավելին հալ, և հավատքը այդ կործածվողն է, որ գրնա գենթանացնել պամը։ Հետևաբար սիրելիներ, քաղջ չլանք, անդարբեր չլանք մեր հավատքի նկատմամբ, հավա մեր հավատքը կործածենք իբրև միջոց, չերևցածը, չդեսնվածը, գոյություն չունեցածը, գոյության հրավիրելու։ Հավատքով մենք ունենանք համարձակություն Տիրոջ ներկայության մտնելու, Եփեսացիս 3:12։ Գմիանանք Հիսուս Քրիստոսի հավատքի չափին։ Եփեսացիս 6-ի համասան սատանային արձակված նետերուն թեմ կգենանք հավատքի միջոցով։ Աստված Հռոմայացիս 16:25-ի համաձայն գհաստատե մեր հավատքը։ Ուզեմ Աստծո հաստատումը նյութի շուրջ, հավատքը շարժեմ, հավատքովս արտահայտվիմ, Աստված գհաստատե մեր հավատքը, ոչ մեր դրդունչը։ Օ դեր ես շատ ցավ ունիմ, օ դեր ես կուսավագ եմ, չի հաստատեր մեծ հավանականությամբ։ Աստված կհաստատե հավատքս։ Ինքը գիտե ինչու կհաստատե այդ հավատքը, ինչու դված է մեզի այդ հավատքը։ Եթե ես զույլ անդարբեր եմ, պիտի չհաստատե։ Մենք հավատքին կսորվինք հնազանդիլ։ Հավատքի միջոցով է, որ հաշտված ենք Աստծո հետ։ Կանոնքի հավատացյալը լալով հանդերձ կսկա, որ Աստված իրեն չեն երած,
Քանի օքի ունեցած է այս սկացումը։ Աստված իրեն չի սիրեր, կամ Աստված իրեն մտիկ չներ։ Քանի օքի հավատացյալը լալով անթերց ունեցած է այս սկացումները։ Շատ քիչ էր թեև։ Ամենամեղավորը ես եմ ձեր մեջ են։ Նաև հավատքին արգելքը բժշկություն է։ Բժշկության բացակայությունը հավատքի բագասն է։ Եվ հավատքը սիրելիներ գերեւի ինչ կկործածենք, ինչ կկործածենք։ Հետևաբար ես կթելադրեմ այս դարվան ընթացքին հավատքը կործածես։ Ես հավատացյալ եմ ասելով աղոթքի չերտաս։ Թեև ես աղոթքին համար հարց չունիմ։ Կուզեմ հասկանալ ամենադեն չբացատրեմ ասելով։ Անգարց կանի աչքեր կտեսնեմ փայլելու կսկսին որ պաստորը սավ գրնանք չաղոթել այլևս։ Հալելույա։ Ջամփայել ենք միան ադան քրճագումներ ենք։ Սո բարձորեն ադան փամը չլասելով ամենադեն կգրտնեմ։ Ես աղոթքին հետ խնդիր չունիմ, բայց հավատքը չկործածելուն հետ խնդիր ունիմ։ Դու աղոթե, բայց հավատքը կործածելով աղոթե։ Փոխանակ դրդուն չնես, լաս եւ սխալ արտահայտություն ունես, հրճագումր է։ Փոխանակ աստեղը մտածելով արտահայտվի հոստեղի հոսանքը թող դուրս ելլե։ Բիդի լասեսն է, թող որ աս մեջեն ամեն ինչ որ գա դուրս ելլելու վեսլա։ Բայց այդ սկացումը քալու համար դու իրեն այդ լավը շփված պետք է լաս, աղոթքի կյանքով Աստծո խոսքը գարտալով, Աստծո խոսքեն ներշնչվածը լալով պետք է, որ ինքը քեզի գուտա։ Եվ իդի նկատես անգե վերջ ամեն բան դարբեր վիդել։